Ուրեմն 1971 թվականի մայիսի 19-ին ինձ զորակոչի կանչին ծառայության ՀՍՀՄ բանակի համար։ Քանի որ ընտանիքում չունեի ծնողներ, մորս մահար չէր լրացել դեռ տարեդարձը, մեր գյուղապետը այդ ժամանակ Սովետի նախագահ Հայկ Սողոմոնիչ Կարապետյան ինձ առաջարկեց, որ իմ տատիկի հետ մենակ տանը, չէր ուզում այդ մարդը ես գնայի իրոք ծառայության, ուզում էր, որ ազատ էր, ուղարկեց ինձ Հրազդանի շրջկոմի առաջի քարտուղար Սարգիս Մակարիչի մոտ Խաչատրյանի։ Գնացինք, հերթագրմանք, այդ մարդը լավ լիարժեք ընդունեց մեզ, նստացրեց, տատիկիս հետ զրուցեց, իմ հետ զրուցեց, բայց տղա ջան, ուզում ես ծառայես, ասի մեծ ուրախությամբ, բայց քանի որ տատին մենակ է տանը, խնամող չունի, դրա համար, բայց ես խոսք եմ տալիս 2 տարի տատու 20 տարվա կյանք եմ տալիս ու տատիկին իմ մոր պես պահելու եմ ես 2 տարի, քեզի հաջողություն, ես ամեն ձևի կներկայացնեմ, այդ 2 տարվա մեջ է իրոք արժանիք է ունի իրան, հազարավոր մեծ մարդուն, ինչ են ասում, դո բան շախտա իրան Լուսիփայելնի, այդ մարդը 2 տարի տատիկին անմիջապես իր մոր պես ամեն անգամ գյուղ գալով, հանդիպելով, հարցնելով, տատիկի առողջական վիճակով, ամեն ամսական 30 ռուբլի թեյբի գյուղապետից էր, ռայկոմից էր, ես այդ բաները չեմ գիտեմ, տատիս հավաքել է, այդ 2 տարվա 600 մանետ բան, այդտենց չէ գալիս ամայա, այդքան օգնություն, Փառք Աստծո, ես էլ գնացի շատ գերազանցքի երբով ծառայեցի, հիմա լավ գեղեցիկ ընտանիք ունեմ, դրա համար լողոն եմ տալիս այդ մարդին, զատո տղա գրացի, տղամարդ հետ եկա, հիմա ես քան արժանիքներ, որ դրա համար թող մեր երկրի խաղաղություն լինի, թող բոլոր տղաներին առողջություն լինի, գնան ծառայեն, ծառայեն, հետ վերադառնան իրանց ընտանիք, ես շատ գոյ եմ իր բոլոր հարազատներին իմ անունից, հատուկ Ամնետ ջան, կշնորհավորես, կասես հալալա իրան, ու ես նրա ողորմին երբևէ չեմ կդեմ, այտենց արժանի մարդիկ մեր ազգի համար, այտենց արժանի զավակներ, որ Սարգիս Մակարիչն այլ է, թող Աստված տա շատ, երկիրը լավանա, առողջանա, թող բանակն էլ զորանա, մեր ազգին հաջողություն։ Իմ անունից, այդ պետական այդ մարդկանց հազար ողորմի, իրանց հարազատներին էլ առողջություն հաջողություն, թող զգան, որ իրաց ծնող է եղել ասենց արժանի զավակ մեր հայ ազգի համար։